Ինչպես մարտի 8-ը դարձավ ոչ միայն կանանց տոն, այլև բրենդերի լավագույն խաղահրապարակը, որտեղ ստացվում են ամենահաջող արշավները։ Ինչպես են ընկերությունները այսօր օգտագործում իրենց իսկական արժեքներն արտահայտելու համար։ Ողջույն, ես Գայլնան եմ, Spin Agency-ի բրենդ մենեջերը, եւ այսօր խոսելու ենք մի օրվա մասին, որը ոչ միայն տոն է, այլև պայքարի, ուժի եւ նվաճումների խորհրդանիշ՝ մարտի 8։ Գիտեիք, որ մարտի 8-ը սկիզբ է առել ոչ թե որպես ծաղիկներ ու նվերներ ստանալու օր, այլ որպես կանանց իրավունքների շարժման կարևոր հանգրվան։ Իսկ ինչպես այն վերածվեց այսքան մասշտաբային միջազգային տոնի։ Մարտի 8-ը սկիզբ է առել 20-րդ դարի սկզբին, երբ կանայք Նյու Յորքում դուրս եկան փողոց, պահանջելով ավելի լավ աշխատանքային պայմաններ, բարձր աշխատավարձ եւ ընտրելու իրավունք։ Այս շարժումը շարունակվեց տարբեր երկրներում, մինչև 1910 թվականին Կլարա Ցետկինը Կոպենհագենում կազմակերպեց կոնֆերանս, որտեղ առաջարկեց ունենալ կանանց միջազգային օր։ Այսպիսով, 1977-ին ՄԱԿ-ը ճանաչեց մարտի 8-ը որպես կանանց միջազգային օր։ Այս օրը շարունակում է մնալ կարևոր եւ նշվում է աշխարհի տարբեր երկրներում, տարբեր մշակույթերի ու ավանդույթերի համատեքստում։ Բայց ինչու է այն մինչ օրս այսքան կարևոր։ Կանանց իրավունքների պայքարը դեռ չի ավարտվել։ Չնայած բազմաթիվ ձեռքբերումներին, գենդերային անհավասարությունը դեռ առկա է։ Աշխատավարձերի տարբերությունը, ղեկավար պաշտոններում կանանց ցածր տոկոսը, կրթության հասանելիության խնդիրները որոշ երկրներում, ինչպես նաև ընտանեկան ու սոցիալական դերի նկատմամբ կարծրատիպերը։ Այս օրը հիշեցնում է, որ կա անելու բան, եւ դա միայն տոն չէ, այլ նաև հնարավորություն բարձրաձայնելու խնդիրները։ Կանանց շնորհավորելու եւ գնահատելու գեղեցիկ ավանդույթ։ Մարդիկ հաճախ այսօրը դիտարկում են որպես հնարավորություն արտահայտելու իրենց սերն ու երախտագիտությունը իրենց մայրերին, կանանց, դուստրերին, քույրերին, ընկերուհիներին եւ գործընկերներին։ Տնտեսական եւ կոմերցիոն ազդեցություն։ Մարտի 8-ը դարձել է տարվա այն օրերից մեկը, երբ առևտուրը մեծ ծավալ է ստանում։ Ծաղկի խանութները, գեղեցկության սրահները, նվերների խանութներն ու ռեստորանները հատուկ առաջարկներ են անում։ Մարտի 8-ը դարձել է հրաշալի առիթ ընկերությունների համար, ստեղծելու հիշվող արշավներ, ամրապնդելու իրենց բրենդի արժեքներն ու ցուցադրելու իրենց աջակցությունը կանանց։ Մի շարք բրենդներ այսօր ոչ միայն գովազդային առաջարկներ են անում, այլև իրական փոփոխություններ խթանող նախաձեռնություններ, ինչպես օրինակ գովազդային արշավներ, կանանց ուժեղ կերպարների ընդգծմամբ։ Դիտարկենք L'Oreal-ի Because You're Worth It արշավը։ Մարտի 8-ին այս ընկերությունը հաճախ ներկայացնում է հզոր կանանց պատմություններ, ովքեր կոտրել են կարծրատիպերը։ Հաջողակ կանայք խոսում են իրենց պայքարի մասին, ապացուցելով, որ արժանի են իրենց ձեռքբերումներին։ Կամ Nike-ի You Can't Stop Us արշավը։ Մարտի 8-ի կապակցությամբ Nike-ն հաճախ ներկայացնում է կանանց տարբեր մարզաձևերում հաջողության հասնելու մասին։ Իրական փոփոխություններ խթանող նախաձեռնություններ։ Կանանց նվաճումները Google Doodle-ներում։ Ամեն տարի Google-ը պատրաստում է հատուկ doodle նվիրված պատմական նշանակություն ունեցող կանանց։ Օրինակ, 2023-ին նրանք ներկայացրել էին անիմացիա, որտեղ տարբեր ոլորտներում հաջողություն գրանցած կանայք էին։ Գիտնականներ, արվեստագետներ, մարզիկներ, DAV ինքնավստահության արշավ։ DAV-ը մարտի 8-ին հատուկ շեշտադրում է բնական գեղեցկության եւ ինքնավստահության թեման։ Նրանք նախաձեռնել են Real Beauty արշավը, որտեղ ցույց են տալիս իրական կանանց առանց ֆիլտրերի եւ շտկումների։ Մարտի 8-ն ունի իր խորհրդանիշները, որոնք կապված են կանանց պայքարի եւ հավասարության հետ։ Մանուշակագույն, արդարության, ուժի եւ հավասարության խորհրդանիշ, կանաչ, հույսի եւ ապագայի հավատքի նշան, եւ սպիտակ, մաքրության եւ հավասարության ձգտման խորհրդանիշ։ Հիմա արագ հարց. Ինչն է անխուսափելի մարտի 8-ին։ Ծաղիկները, շոկոլադը, փափուկ արջուկը, պատղամարդկանց տոնին ինչի սենց բաներ չեք նվիրում տիպի հարցերը։ Տարբերակ դե։ Մարտի 8-ը ոչ միայն կանանց իրավունքների պայքարի օր է, այլ նաև հնարավորություն հաշվի առնելու այն ամենը, ինչ մենք արդեն ունենք եւ ինչ պետք է անենք ավելի հավասար եւ արդար հասարակություն ստեղծելու համար։ Իսկ եթե դուք էլ ունեք գաղափարներ կամ անհրաժեշտություն ձեր բրենդի համար յուրահատուկ արշավների, դիմեք Spin Agency-ին։ Մենք կօգնենք ստեղծել հիշվող ուժեղ մեսիջներ եւ կստեղծենք այնպիսի բովանդակություն, որն իսկապես ազդի։ Եթե հավանեցիք տեսանյութը, մի մոռացեք բաժանորդագրվել ալիքին։ Շնորհակալություն դիտելու համար եւ շնորհավոր մարտի 8։